ինչպես նաև մեր ֆեդերացիայի նախագահը, այս ֆեդերացիայի գլխավոր մարզիչները։ Կողմնասատորը դուք ուղեկցում եք Լևոն Քոչարյանին գրեթե համանուր, զրուցել եք, աղետ ունեցել եք զրուցելու նման սցենարների մասին, որովհետև կարծիք չէ, որ ընդդիմադիրները այսօր իշխանությունների թիրախում են նմանատիպ պրոցեսներ, թե նախընտրական, թե հետընտրական շրջանում սպասելի և տեսել։ Տեսեք, ուղեկցելը չգիտեմ, այո, շատ ժամանակի իրականում իրար հետ անցկացնում մարզման ընթացքում հիմնականում։ Իհարկե, սցենարները բոլորիս համար սպասելի էր։ Իմ սուբյեկտիվ կարծիքը, իմ կարծիքով ինչ-որ մի բան էլի ուզում են հանձնեն, ու սենց են մարդկանց, ովքեր որ կարող են խոչընդոտ հայրենիքի հայրենիքի մասից ինչ-որ իմաստ պակասացնելուն կամ հայրենիքի համար պայքար տվող անձանց նեյտրալիզացնելու սենց սպորտ է։ Կարող եմ ասել, որ այդ վստահ, որ իրենց Լևոնին և իր ընտանիքին հաստատ նման բաներով չեն կարող վախացնել այդ ձեր հարցին պատասխան, որ ես մարդ եմ մոնտիկալի հետ, ընտանիքի հետ կարող եմ ասել, որ հաստատ սա ինձ համազից սովորական երևույթ է ու սպասելի է Սպասելը սենց այն, որ ասում է սրանց ամեն ինչ սպասելի է, սենց ասենք ես եմ ասում էլի Պարզ է, երբ որ դու ընդդիմություն ես, երբ որ դու քո կարծիքն ես արտահայտում և երբ որ դու հակառակ ես գնում այս պահի ստացվում Ալիևյան ռետորիկային, որտեղ ես սենց ոնց տեսնում եմ, այս ռետորիկաները համընկնում երբ որ դու հակառակում ես հետևում են նման պրոցեսներ, մենք կարող ենք տեսնել, ես հիշում եմ, երբ որ հեղափարը Արցախից խոսեց, մի անգամ դրան հետևից քրեական գործը հեղափարել, ու թե քրեական գործը և թե հարձակումները եղեցրել։ Ինչպես է գնահատում, Ինչպես կարող ենք գնահատել, ասենք իրենցից արդեն այնքան բան ենք տեսել, այնքան կարմիր գծեր են հատել, այնքան ստոր բաներ են արել, որ սա էլ մեզ համար զարմանալի չէ, այն ամենարյաճի ստորությունը սպասել իրենցից։ Որպես քաղաքացի, ինչպես եք պատկերացնում իրավիճակի հաղորդակցությունը ընդդիմադիր գործչի զավակից եք, բայց իշխանությունները պնդում են իրենք իրեն համակիրներ և նրանք են պահանջել, նրանք են մանդատվել այսպիսի գործընթացների դուք ինչպես եք պատկերացնում համակարգությունը։ Տեսեք, մանդատ տալը այս պահին իրականում ես չեմ կարծում, որ լիարժեք մանդատ են տվել, քանի որ մենք ակնհայտ տեսնում ենք, որ մենք քաղաքական ուժ, որտեղից որ կարող է ասել ձայները ակնհայտորեն գովացվել են, և ես չեմ տեսնում այս պահին մեծամասնությունը, ովքեր հանգնացել իրենց կողմից։ Ես ավելի շատ իրենց կողմից տեսնում եմ արդեն ավտորիտար քայլեր, դա տրամաբանական է, երբ որ դու արդեն չունես ժողովրդի աջակցությունը, ստիպված լինում են ավտորիտար քայլերի, և ես կարծում եմ, որ այս քայլերով, չգիտեմ, փորձում են ինչ-որ արտաքին ուժերի հնչանալ։ Իրականում ես այդքան էլ չեմ կարծում, որ այստեղ առանցքային դեր ունեցել է 3 Լևոն Քոչարյանի հայտարարությունը։ Ես կարծում եմ, այստեղ ավելի խորքային հարց կա, մի բան ուզում են անեն և նեյտրալիզացնում են մարդկանց, ովքեր պայքարել են իրենց հակահայրենիք գործում